Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ԱԻ-ի առաջնորդ Պարուր Հարիկյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Հարիկյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, կարողացաք այս առավոտ միանալ մեզ։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հարիկյան, ես գիտեմ, որ դուք մասնակցում եք, որտեղ մասնակցում եք, որտեղ նախաձեռնում եք։ Հարցս այսպես սկսեմ։ Սառույց է կոտրվել կարծես թե տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ կազմակերպում են կլոր սեղաններ, ճիշտ է, դեռ տարբեր կազմերով, ես չգիտեմ դուք բոլոր կազմերի մեջ հրավիրվածի թվում լինում եք, թե չէ, տարբեր կազմերով, բայց կարծես թե փորձ է արվում ընդհանուր խնդիրների շուրջ գտնել ինչ-որ ընդհանուր մոտեցումներ, ինչ-որ գուցե ճակատ ստեղծել, գուցե միավորվել, թե այլ է նպատակը, նախ ճիշտ եմ ասում, թե ոչ, ճիշտ է իմ ընկալումը, որ այդ սառույցը կոտրվել է և քաղաքական ուժերը սկսել են հարել իրար, լսել իրար, փորձել հավաքվել, և դուք երկու տարբեր տեղեր, դեռ երկուսի մասին գիտեմ, ինչ չգիտեմ ես։ Ասեմ, որ այո, այդպիսի փորձեր անում ենք եւ այս անգամ ավելի լիարժեք է ստացվում։ Դուք երկուսն ասացիք, բայց արժի այդտեղ միացնել նաեւ 3 ազգային ժողովում տեղի ունեցած ունկնդրությունները, որի ընթացքում մենք ականատես եղանք, գիտեք, այստեղ անձնական համակրանք կամ քաղաքական համակրանք կամ հակառակը ոչ մի նշանակություն չունի, խոսում ենք երևույթի մասին եւ տեսանք, որ այնտեղ եւս տեղի ունեցավ առաջին լուրջ հրապարակային ընդհանուր հայտարարի գալու գործողությունը։ Այո, ես պարզապես այսպես եմ, մենք հնուց ունենք կանոնադրություն եւ այդ կանոնադրությունն ասում է, որ եթե որևէ տեղ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կամ ազգային իրավունքների կամ ժողովրդավարության, որ նույնանում է ըստ էության միջոցառում կա եւ ձեզ հրավիրում են, պիտի արձագանքեք։ Դրանից ելնելով ես եւ այն պատասխանատուները միաժամանակ մասնակցում ենք այս փուլում կարող եմ ասել արդեն 3 Ցավոք սրտի երբեմն տարաձայնությունները շատ սուր են լինում, բայց կարծում եմ, որ մենք մեր ներկայությամբ կնպաստենք, որ դրանք նվազագույնի հասնեն, ի վերջո այս միավորման փորձերը նպատակ չեն, դրանք միջոց են, շատ լուրջ նպատակի համար այդ նպատակը վերաբերում է մեր ընդհանրական, մեր հանրային կյանքին, առաջին հերթին ազգայինի շեշտադրումով, ինչու ազգայինի շեշտադրումով, որովհետև այսօր աշխարհում ընդունված է պետությունները համարել ազգային միավորներ եւ մենք հասկանում ենք, որ մեր ազգի հայության հիմնական եւ գլխավոր գործիքը իր պետությունն է։ Իսկ պետությունը կարողունակ է եւ առավել արդյունավետությամբ է աշխատում, եթե ինքը իր ներսում չունի, ոչ թե չունի խնդիրներ ընդհանրապես, այլ չունի բացասական դրսևորումներ։ Իսկ մենք այդպիսի բացասական դրսևորումների ցավոք սրտի ականատեսն ու վկան ենք։ Եվ դա մեզ պարտադրում է իմի գալ, ասեմ, որ շատ գոհունակությամբ եմ վերաբերում մեզ հետ աշխատող բոլոր քաղաքական գործիչների եւ ուժերի, հանրային գործիչների նկատմամբ, որոնք կարծես թե սկսել են հաշվի առնել, որ ԱԻՄ-ը սովետական միության առաջին կազմակերպությունն է եղել, ի սկզբանե հանդես է եկել փոխելով անգամ իր հին անունը, ավելի քան 20 տարի մենք կոչվում էինք ազգային միացյալ կուսակցություն։ Այդ ընդհատակյա կազմակերպության ղեկավարը լինելու իրավունքով եւ ինձ հետ աշխատող մարդկանց համաձայնությամբ մենք փոխեցինք կազմակերպության անունը դեռևս 87 թվականին եւ կոչեցինք միավորում, ազգային ինքնորոշում, միավորում, այսինքն Բայց ինքնորոշում բառը, որը շատ կարևոր է։ Իհարկե դա առանցքայիններ, իդեպ քաղաքակրթության հիմքում ընկած է ազգային ինքնորոշում միավորումը։ Գիտեք ինչ է հետաքրքրական, դուք վստահ եմ չգիտեիք, բայց լավ հարց տվեցիք, ասեք ինչ ես չգիտեմ։ Հենց այսօր, ուղիղ այսօր լրանում է 38 տարին այն օրվանից, երբ պաշտոնապես ԱԻՄ-ը գրանցվեց։ Այն ժամանակ Հայաստանում գրանցվելու գործողություն չկար, արգելված էր։ Մենք դիմել էինք այն ժամանակվա գերագույն խորհուրդ 87 թվականին։
Իդեպ ասեմ, որ դա ամբողջ սովետական միության, նույնիսկ արևելյան Եվրոպա, առաջին քաղաքական այլընտրանքային կազմակերպություններ։ Շարժումներ, ՀԿ-ներ կային, օրինակ Չեխիայում Խարտիա։ Բայց հենց ազգային ինքնորոշում անվանումով Այն ժամանակ հենց ազգային ինքնորոշում։ ազգային ինքնորոշում թույլ Այո, այս շատ ճիշտ եք ասում, որտեղ կայսրության համար սարսափելի ամենասարսափելի բառը ինքնորոշումն է։ Ձերբակալեին անմիջապես։ Այն որ չձերբակալեցին եւ մերժեցին եւ հենց նույն օրը ես Գորբաչովին գրեցի, որ տեղեկացնում եմ ձեզ, որ մարտ ամսին այդ պատմությունը բավական հետաքրքրական է, կարծում եմ մենք ներկա խնդիրների մասին խոսենք, բայց ես դեռևս աքսորավայրում էի, մեզ ինչով էին սպառնում, կալանավորում, բանտ, աքսոր։ Իմ ժամկետն ավարտվում էր եւ ես Գորբաչովին նամակ գրեցի, դու պերեստրոյկա գլաստես սկսել, այդ նամակի պատճենն ունենք։ Խնդրում եմ ինձ պատասխանեք։ Կարող եմ ես Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի անկախության կողմնակիցների բացահայտ գործող կազմակերպություն ստեղծել։ Ընդհատակում գործողը կար։ Եվ այսպեսի մի բան, որ իրենց համար անսպասելի էր։ Մինչև ձեզնից պատասխան ստանալը ես կամավորապես երկարացնում եմ իմ աքսորի ժամկետը։ Այսինքն ժամկետս ավարտվում է, ես մնում եմ այստեղ։ Դե դա ի վերջո պատիժ էր։ Աքսորը իհարկե կալանավայրի պես չէր, բայց պատիժ էր։ Գորբաչովը վարկեց Իրկուտսկի մարզի առաջին քարտուղարին, որպես ինձ պատասխանի, որ բառացի մասում вам ответа не будет։ Ձեզ պատասխան չենք տա, որը нշանակում էր, մինչև պատասխան չես տանում, մնում ես Սիբիրում։ Ես էլ պատասխանեցի, ես ռուսական ասացված Молчание знак согласия։ Լռությունը համաձայնության նշան է։ Վերադարձա Հայաստան, դիմեցի Գերագույն խորհուրդ, որ մենք ուզում ենք ընդամենը 5 հոգի ենք այն ժամանակ բացահայտ պայքարին հավատացող, բայց հավատամենազորեղ ուժն է։ Նրանք լուրջ մեկը Մովսես Գորգիսյանն էր, այսօր ազգայիներս։ Այդպես հենց այսօրը կազմակերպության օրն է համարվում եւ այսօր երեկոյան մենք նաեւ տոնական ոչ միայն ձեզ եմ շնորհավորում, ոչ միայն ձեր համակիրներին, այլ բոլորիս, որովհետեւ այդ փոքրիկ արվակը, այդ հավատի արվակը, այդ պայքարի արվակը եկել է հասել է մեր օրերին։ Շնորհակալություն, մանավանդ 4 շաբաթից մենք հրատարակեցինք կայսրության համար եւս սարսափելի անունով, անկախություն անունով, կանոնավոր հրատարակվող անկախություն շաբաթաթերթ, որը ոչ միայն քաղաքական այլընտրանքային փաստաթուղթ էր, այլ օրվա ժամանակագրությունը պահպանված է առողջ նկատի ունեմ անաչառ անկախությունով։ Ես հիշում անկախություն թերթը ինչ որ ձևով մեզ մոտ մակետներ արվում, թե Նոյան Տապանում։ Գիտեք, ամենտեղ փորձում ենք ով կարող է 90-ականների սկիզբն ով պատրաստ է այո, ես հիշում եմ մեզ մոտ տպարանում առաջին հարկում մենք այդ թերթի վրա աշխատում ենք, ես տեսնում էի պարզապես որ ճիշտ եմ հիշում։ Դժվար ժամանակները իհարկե արվում էր օֆսեթային եղանակով, ինչ որ բայց տարբեր մասնակիցներ տարբեր տեղերից օգնում էին եւ այո իհարկե բերում էին արդեն 90-ական թվականներից հետո բերում էին նաեւ Նոյան Տապան մեզ այն ժամանակ նաեւ գրավում էր այն որ Նոյան Տապանը կարող է զարմանալի թվալ որ դրան ենք ուշադրություն դարձրել դասական ուղղագրությամբ դեռ լուրերը տարածում էր նաեւ դասական ուղղագրությամբ ամսորյա էինք տպագրում եւ դասական ուղղագրությունով Լավ, ընկանք պատմության հիշողությունների գիրկը եւ հետ ենք գալիս այսօր ինձ հետաքրքիր էր այդ փաստը նախ դուք ասում եք նպատակները հիմա մենք կխոսենք եւ հետաքրքիրը այն է որ ընդհանրապես շատ հակադիր են շատ դժվար են ինչու եմ ասում սառույցը կոտրվեց որովհետեւ դժվար են մերձենում դժվար են իրար լսում մեր քաղաքական ուժերը եւ ահա կան ինչ որ այդպիսի հավաքների մասին լուրեր եւ ես իմանում եմ որ այդ բոլոր այդ իրարից տարբերվող ուժերում ձեզ են հրավիրում ձեզ հրավիրում են այո ինչով եք բացատրում դա այսինքն այնտեղ կազմը ուրիշ է այստեղ կազմը ուրիշ է բայց Պարուր Հայրիկյանին գուցե կան էլի կրկնվող հրավերներ բայց ձեզ հրավիրում է եւ այս խումբը եւ այն խումբը քաղաքական գործիչների ոմանք երևի ես չգիտեմ հատկապես ինչու չեն ասում ասենք դրա մասին ես խոսակցություն թույլ չեմ տա հրավիրում են լավ են անում ճիշտ են անում ինչով կարող եմ օգտակար եմ լինում երևի ոմանք հրավիրում են հաշվի առնելով իմ անցյալի փորձառությունը ոմանք այսօրվա իմ առաջարկներն են կարևոր համարում չգիտեմ, բայց վստահ ոչ իմ գեղեցիկ տեսքն է պատճառը։ Դե իհարկե ձեր փորձառությունը հաշվի առնվում։ Երևի, ես չեմ կարող հստակ պատասխանել։ Բարի, ես գովաս հայտարարեմ եթերում, որպեսզի այդ հեռախոսի հարցն լուծվի, եւ հետո կվերադառնանք տաղավար սիրելի հայրենակիցներ, գովազդ է եթերում։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ պարոն Հարիկյանի հետ ենք զրուցում այմ առաջնորդ եւ պարոն Հայրիկյան, իսկ ուզեի, որ մեր լսարանին եւս ներկայացնեիք այն հեռախոսազանգը, ձեր հեռախոսը անընդհատ զանգահարում է, դե պարզ է, եթե այդպիսի ակտիվություն կա քաղաքական միավորների, քաղաքական ուրեմն ուժերի կողմից եւ ձեզ էլ բոլոր կողմերը հրավիրում են որպես ավակ գործընկեր, ուրեմն ձեր հեռախոսը պետք է անդադ զանգահարի։ Այս զանգը ինչի մասին էր։ Ես հիմա արդեն անջատեցի, մեզ ոչ ոք չի խանգարի, պարզապես քանի որ այսօր սեպտեմբերի 27-ը նաև 44-րդ պատերազմի սկզբի օրն էր, մենք 3 պայմանականորեն ես այսպես եմ կոչել այդ կլոր սեղանը ազգային համագործակցության կողմնակիցների կլոր սեղան նախնական փուլում ազգային համագործակցության։ Այո։ Դե ոմանք կարող է հետո ասեն համազգային, բայց ես չեմ ուզում դեպքերից ընթացքից առաջ ընկնել։ Խոսքը դրա մասին էր, որ ընդունված փաստաթուղթը ես ուշ ժամի վերջնական տեսքի եմ բերել եւ ուղարկել եմ, ուզում էին ճշտել թե ինչ որ բաներ, բայց ես հաշվի առա, որ մեզ հետևողներ կան, պայմանավորվեցինք մի 40 րոպե հետո խոսել։ Ավելի ուշ։ Դուք մի քանի օր առաջ եւս մեկ փաստաթուղթ եք, մեկ այլ կլոր սեղանի շրջանակներում ընդունել հռչակագրի հետ կապված։ Տեղեկացրեք մեզ այդ մասին։ Առաջին հանդիպման նպատակն այն էր, կազմակերպական նպատակը, ճշտել թե ովքեր են պատրաստական համագործակցել։ Ես վստահ չեմ, որ մենք կարողացանք ներառել բոլորին նրանց, ովքեր ուզում են համագործակցել։ Եվ այդ պատճառով մենք շրջանառության մեջ էինք դրել մի գաղափար, որը թվում է թե բոլոր
ազգային մտածողության տեր մարդկանց համար պիտի ընդունելի լիներ, այն է խոսակցությունները, չեմ ասի նույնիսկ ծրագրերը, անգամ խոսակցությունները անթույլատրելի են մեր սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու վերաբերյալ։ Եվ այդ հայտարարությունը հենց այդ խնդրի մասին էր, որ անթույլատրելի ենք համարում հռչակագիրը որպես պատմական եւ ուղղորդող փաստաթուղթ։ Գիտեք, այնպես չի, որ հռչակագիրը կատարելություն է ամբողջությամբ։ Օրինակ, այնտեղ չի նշված Հայաստանի բռնազավթումը ռուս-թուրքական համատեղ հարձակմամբ Լենինատատուրք, բայց ի վերջո դա պատմական փաստաթուղթ է, որը դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում, եւ մանավանդ թշնամու պարտադրանքով այդպիսի ծրագրեր մշակելը անթույլատրելի ենք համարում։ Առաջին մեր ընդունած փաստաթուղթը դա էր, բայց պատկերացրեք ինքը կրոր սեղանն էլ ընդամենը միջոց է ավելի խորը կազմակերպական աշխատանքների համար իմ պատկերացմամբ դեռևս դա կանոնադրորեն չի ստակեցված, բայց մենք մեր զրույցներում հասկանում ենք, որ կլոր սեղանը մարդկանց իմի բերելու եւ տեսակետներ լսելու համար է։ Հաջորդ քննարկման ժամանակ օրինակ ամեն մեկը ներկայացնում էր թե ինքը ինչ պատկերացումներ ունի զարգացումների վերաբերյալ եւ ես շատ ուրախացա, որ գրեթե բոլորը համաձայնեցին, որ իրավական ճանապարհը ամենաարդյունավետ բացի քաղաքակիրթ լինելուց ամենաարդյունավետ ճանապարհը կարող է լինել։ Ճանապարհը դեպի ուր, դա որ հարցն դեպի ընդհանուր առմամբ մեզ համար մեզ պետք է որ եթե իրավական լեզվով ասենք իսկապես սահմանադրության այն հոդվածները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա կյանքի կոչվի, իսկ այսօրվա իրավիճակում մենք տեսնում ենք, որ ինչ որ անհատ միանցյան որոշումներ է կայացնում։ Չէ, դա խոսքը ավելի խորն է։ Ու ներկայացվեցին պատկերացումներ, դրանք հարստացնում են։ Մենք նաև օգնում ենք իրար հարստանալու։ Բայց ես ասեմ, իրավական ճանապարհով գործելու տրամադրվածությունը միանգամից արժանանում է համակրանքի չասեմ, այլ գտնում եմ, որ դա ամենաարդյունավետ ճանապարհն է եւ թերևս այդ ուղղությամբ իմ պատկերացմամբ մեզ հաջողվի զարգացնել։ Պարոն Հարիկյան, ինձ համար հասկանալի չեղավ այնուամենայնիվ իրավական ճանապարհը որ հարցի լուծման կամ որ հարցերի լուծման համար եք ընտրում այդ ճանապարհը եւ համարում, որ դա ճիշտ է։ Գոնե մեկը ասեք, մեկ ուղղությունը։ Բոլոր նրանք, ովքեր որ կամենում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ես ասացի, լսեք, եթե դուք Նիկոլ Փաշինյանին այդքան մեղքեր եք ներկայացնում, այդքան օրինախախտումներ եք ներկայացնում, դուք պարզապես իրավունք չունեք խոսելու միայն հեռանալու մասին, որտեղ իրավական պետության մեջ գործած ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար պատասխանատվություն է ենթադրում, այլապես մենք կհասնենք այդպես կամայական վերաբերմունքի եւ նշեցի հատկապես այն, որ Նիկոլ Փաշինյանը ես մարդկանցից կրկին ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ տալ այդ անձի անունը, ես ավելի հաճախ օգտագործում եմ մեր ազգային խայտարակությունը, թույլ է տվել կառավարությունը վերածել կամ իր հետ աշխատող մարդկանց դարձնել կոռուպցիոն հանցավոր խմբի անդամ։ Եվ դա հիմնավորում եմ հետևյալ կերպ. գոյություն ունի սահմանադրական օրենք կուսակցությունների մասին։ Այդ օրենքը պահանջում է կուսակցությունների ստացված հանրագրերը, դիմումները հատուկ քննարկման ենթարկել, նշված է, բացառիկ դեպքի ընդհանրապես դիմումը պիտի քննարկվի, բայց այս դեպքում նշված է։ Եվ քանի որ 4 անգամ Նիկոլ Փաշինյանը 5 անգամ մենք փոխանցել ենք սահմանադրության նախագիծ պետական կառույցի եւ դա միտումնավոր կերպով չի քննարկվել, պարտակվել է, տեղի ունեցել իշխանության չարաշահում օրենքի խախտման ճանապարհով։ Այսինքն, եթե դուք ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ նրան ասում եք դու դավաճան ես դրա համար պիտի հեռանաս, երբ փաստաթ ներկայացնում ես փաստեր, ինքն էլ ասում է մենակ ես չեմ եղել պաշտպանության գործերում, ունեմ եւ այլ բերում է ցուցակ, դուք էլ այս եք արել, դուք էլ այն եք արել, բայց այս դեպքում խոսքը վերաբերում է կոնկրետ իրեն։ Դա իրավական ճանապարհն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ եթե հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը փորձում է խուսանավել, պահանջելով, որ գիտեք, երբ դու հաղորդում ես ներկայացնում հանցագործության վերաբերյալ, դու հաղորդումը ներկայացրիր, նրանք պետք է քննեն։ Սա քաղաքացիական վարույթ չէ, որ դու փաստերը ներկայացնես։ Բայց նա ինձնից պահանջեց փաստեր, ես էլ փաստը հետևյալն է, տվել ենք դիմում, ստուգեք, քննարկվել է, եթե հանկարծ ասեն քննարկվել է, ըստ նորմատիվ ակտի իրենք պարտավոր էին քննարկել հրապարակավ։ Չի եղել այդպիսի բան։ Կոնկրետ մեկ դրվագ եք ներկայացնում, հա, այդ դրվագի ոչ մի նույնիսկ դրվագ չէ, այլ կոնկրետ մեկ
գործողություն, Այո։ որը անմիջականորեն որտեղ մի քանի դրվագ կա այդտեղ, առաջին անձամբ իրեն է տրված եղել, երկրորդը արդեն խմբի կողմից տարբեր կուսակցությունների եւ դա ունեցել է շատ ծանր հետևանքներ։ Եթե ժամանակին օրինակ 18 թվականին իր ստացած, նույնիսկ 20 թվականի սկզբին, երբ հանձնաժողովին տրվեց փաստաթուղթ քննարկվեր, ապա դա անպայման կընդունվեր։ Ընդունվելու դեպքում աշխարհում մեկ սկսեին խոսել, որ հայերը գտել են ժողովրդավարության, կատարյալ ժողովրդավարության բանաձև եւ դա փորձում են կյանքի կոչել իրենց հայրենիքում։ Շատ հնարավոր է, որ Հայաստանը շուտով դառնա կամ Հայաստանը արդեն ունի բացարձակ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դառնալու հիմնավոր ապացույցներ։ Եվ դա գիտեք շատ մեծ կանխող դեր կատարեր, որովհետև քաղաքակիրթ աշխարհը այսօր ճիշտ է իրենք շատ հաճախ խախտում են եւ իրենց համակարգերը այնքան էլ կատարյալ ժողովրդավարական չեն, բայց իրենք չեն կարող չընդունել։ Այսինքն դա տվեց մեծ բարոյաքաղաքական վնաս եւ շատ մեծ նյութական վնաս, որովհետև մոտ 500 միլիոն դրամ կամուն է տրվել սահմանադրական բարեփոխումների անվան տակ։ Այլ փաստեր էլ կան, բայց ես այսօր դա եմ ներկայացնում ու դրան պատասխանել ուղղակի հնարավոր չի։ Դատախազը, պատկերացրեք, ես ստիպված եղա Հանրապետության գլխավոր դատախազին տեղեկացնել, որ ինքը համարվում է ոչ միայն կոռուպցիոն խմբի անդամ, այլ նաև փորձում է դառնալ դրա հովանավորը, մինչդեռ ինքը պարտավոր էր արձագանքել։ Գիտեք, եւ այս դեպքում են չի, որ 100,000 մարդ պիտի փողոց դուրս գա։ 100 հոգով գնում ասում ես դու ստացել ես հաղորդում, ընթացք չես տվել։ Լավ, այդ հասկացանք։ Հիմա եկեք մի քայլ առաջ դնենք, էլ ինչ հարցերի շուրջ փորձում են գտնել կամ համախմբվել այդ կլոր սեղանի շուրջ հավաքվածները։ Գիտեք, հարցերը ընդհանրապես շատ պարզ են։ Եթե դու զբաղվում ես պետութենական գործունեությամբ, մարդիկ կան, որ դեռևս չունեն այն գիտակցությունը, որ հասկանան, որ ամենակարևոր գործը պետութենական գործունեությունն է, քաղաքական գործունեությունը, որովհետև պետությունն է քո գործիքը, եւ դու ուզում ես այդ պետության մեջ ներդնել քո քաղաքական ուժերը, որպես կանոն զբաղվում են իրենց ծրագրերը ներկայացնելով, հետո այդ ծրագրերը իրականացնելու համար իշխանության լծակների տիրանալով։ Երբ իշխանության լծակների տիրացածները փորձում են փակել մյուսների ճանապարհը, բոլոր քաղաքական ուժերի առաջ մի խնդիր է ծագում։ Ոմանք փակում են ապօրինի սահմանադրությամբ, այսինքն կեղծիքներով եւ պարտադրանքով ընդունված սահմանադրական լծակներով, ոմանք իրենց պետական արդեն համակարգում ունեցած իշխանական լծակներով, այստեղ խնդիրները այնքան բազմազան չեն։ Խոսքը վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունների ստեղծմանը։ Ես պարզեցնում եմ, բայց դա միշտ չէ, որ իշխանատենչություն կարել իր համարել։ Այն հարցը սենց դրանն է։ Որովհետև տեսնում եք, խնդիրների լուծմանն է միտված այդ հավաքները, խնդիրների վերհանմանը, լուծման ճանապարհներ գտնելուն, թե նախընտրական շրջանը իշխանության հասնելուն դրան կարող են թեյով չլինել եւ լինել։ Հենց եւ է, որովհետեւ եթե դու պետութենական ուժ ես, քաղաքական ուժ ես, պետութենական նշանակում է կամ քաղաքական, քաղաք բառը այստեղ Երևան քաղաք կամ Գյումրի քաղաք չի նշանակում, քաղաք պետությունն է։ Ուրեմն պետութենական բառը ես պատահական չէ որ օգտագործում եմ, դու ուզում ես պետութենական համակարգում քո ներդրումը ունենալ։ Բայց երբեմն դա օրինակ մեր մոտ դա շատ ընդգծված է, որովհետև երբ մենք ասում ենք անկախություն հանրակրվեի ճանապարհով եւ մեր ժողովրդին բերեցինք այդ հաղթանակը, այնտեղ մենք չէինք երևում։ Անկախություն հանրակրվեի ճանապարհով, բայց ոչ թե մենք գանք իշխանության, որ Հայաստանը անկախանա։ Այսօր իրավիճակը այլ է, այսօր քաղաքական ուժերը ստիպված են, պետութենական ուժերը ստիպված են ասել, այ երբ մենք գանք իշխանության, կիրականացնենք այս։ Հիմա ԱԻՄ-ը նույն կերպ շարունակում է նաև համոզում է մյուսներին, որ գլխավոր խնդիրը քաղաքացուն երկրի տերը դարձնելն է, որովհետև երբ քաղաքացիներն են, ժողովուրդն է իրապես տերը, ոչ թե խոսքով, այլ իրապես, այսինքն սահմանադրությամբ ամրագրված համակարգով։ Այդ դեպքում բնական է, որ դրական առաջարկները արագ ընթաց կստանան։ Թե չէ տեսեք, մենք ունենք իշխանություն, հյուսիս-հարավ ճանապարհի մի հատվածը 7 տարի է իշխանություն են, չէ, եւ գույքահարկերն էլ դարձրին անթույլատրելի մակարդակի բարձր։ Բայց այդ ճանապարհը չեն կառուցում։ 7 տարվա ընթացքում մետրոյի կիսակառույց մի կայարան չկարողացան բացել, որովհետեւ իրենք զբաղված են միայն իրենց հասկանալի խնդիրներով։ Ես չեմ ուզում ասել, որ ողջույնությամբ նրանք ճարիք են եղել, բայց երբ պետության ղեկավարությունը դառնում է կոռուպցիոն հանցախումբ,
դա այսօր անառարկելի է։ Գիտեք, ամեն ինչի մասին կարող ես ասել անուշադիր են, գերիների նկատմամբ անտարբեր են, Արցախը իրենք բերում են պատասխաններ, բայց այստեղ պատասխան չունեն։ Իրենք կոռուպցիոն հանցախումբ են։ Աշխարհից գումարներ են ստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, բայց Նիկոլ Փաշինյան կոչված ազգային խայտառակությունը այդ պետական համակարգն է դարձրել իր գլխավորությամբ կոռուպցիոն համակարգ։ Մարդ որ ասում է ես եմ կառավարությունը, վերջացավ, դա հազանգ է աշխարհի համար։ Մարդ որ դատավորին կարող է SMS գրել, այսինքն դատավորներին վերահսկող կառույցի ղեկավարին ուղարկել կարճ հաղորդագրություն եւ ասել Այսինքն մենք տեսնում ենք այդ բոլորը, բայց երբ փաստերով է ապացուցում օրինական հիմնավորմամբ, դա դառնում է խնդիրների իրավական լուծման գործելակերպ։ Երկու հարց այստեղ պետք է տրվի, մեկը սահմանադրության թեման է, բայց երկրորդը կտնեմ, որտեղ սա մեծ է եւ ձեր այսպես անմիջական տիրույթն է, շատ եք այդտեղ մանրամասն հարցեր եմ տալու, երկրորդ հարցից սկսեմ, այսպիսի հավաքները, այսպիսի միավորումները, որոնք ունեն նախընտրական բնույթ եւ ունեն դեպի ընտրությունները գնալու միտում, դրանք սովորաբար բախվում են քանդվում են հետեւյալ խնդիրների առջև, ով է վարչապետը լինելու եւ առաջին 5-ից 10 համարների ցուցակի ընտրության մեջ։ Կարծում եք արդյոք, որ այս բոլոր դրական սկիզբը, որ դրվում է, այս ոգին, որ դրվում է, այս միտքը, որ դրվում է, գնալու է էլի բախվելու է եւ կոտրվելու է այդ քարերին։ Իհարկե բախվելու է։ Այդ մոտավորապես հավասար է նրան, որ երբ քրիստոնեությունը սկսեց տարածվել եւ նրա այսինքն ընդունվեց որպես կրոն, նա չկարողացավ կանխել մարդկային գործոնը, ձգտումները, գործոնը, դրական ու բացասական գործոնները։ Այստեղ մենք հավաքվելիս չենք շեշտադրում, թե հատկապես ով ինչ ակնկալիքներ ունի, ենթադրելով, որ ամեն մարդ ազատ է երազել, ինչ որ ինքը կամենում է։ Մենք այս ազգային խայտառակությունը չենք, որ արգելի հայ մարդկանց երազել հայկական արժեքների մասին, դրանց հայկական իրավունքների վերականգնման։ Տեսեք, իր համար իրավունք բառը գոյություն չունի, արդարություն բառը գոյություն չունի։ Մենք այստեղ հավաքվում ենք հաշվի առնելով, որ բոլորս էլ յուրովի երջանիկ լինելու իրավունքը եւ այդ իրավունքից օգտվելու իրավունքը նույնպես ունենք, հավաքվում ենք եւ չենք խորանում, թե ով հատկապես ինչ ակնկալիք ունի, բայց նկատել եմ, որ բոլորը շեշտադրում են հատկապես երկու հոգի, երկու պատգամավոր մոտեցան ինձ եւ առաջարկեցին դառնալ իրենց ոչ միայն իրենց, այլ միասնական տեխնացու վարչապետի, ես ասի, ես այդպիսի մտադրություն չունեմ, բայց ինձ հետաքրքրում էր ինչի են միանում։ Ուրեմն հիշելով ձեր միավորիչ դերը 96 թվականին։ Հասկանում եք, ես խոսքը 30 տարի առաջվա դեպքերի մասն է, բայց իրենք հիշում են, որ այն ժամանակ Հայդիկյանը կարողացավ զոհաբերել իր տեխնացությունը, որպեսզի կայանա միասնություն։ Իսկ դա քաղաքականության մեջ շատ տեղի ունեցող բան չի, որ ակնհայտ ընդդիմադիր գլխավոր տեխնացուն հանում է իր տեխնացությունը։ Երևի այդ գործոնը հաշվի առնելով, բայց ինձ համար ամենևին անակնկալ չի լինի, եթե այդ կլոր սեղաններից դրա համար էլ կլոր սեղան է կոչվում, չի կոչվում, ասենք դաշինք կամ կուսակցություն, այլ կլոր սեղան։ Ինչ որ մեկն ասի, ես այլևս չեմ գալիս, որովհետև իմ հույսերը չարտարացան։ Իր խնդիրն է ինքը գնա իր ճանապարհով, իսկ հնարավոր է նաև հակառակը, որ այդ կլոր սեղանին մասնակցող մոտավորապես 8-9 քաղաքական ուժ կան կլոր սեղաններից մեկի մասնակիցների թվում, կարող է այդ քաղաքական ուժերի, ասենք, կեսը համաձայնության կան գնան նաև նախընտրականի։ Այո, հնարավոր է նաև գժտություններ, հնարավոր է նաև հատուկ կազմակերպված, որտեղ դա բաց կառույց է, ով ուզում է կարող է գալ, այսինքն այո, սադրանքներ նույնպես հնարավոր են ու մենք ես դրան հանգիստ եմ նայում, ինչ որտեղ նայում եմ վերևից ու ինձ հնարավորություն է տալիս, գիտեք, մեծ նպատակների առկայությունն է այդպիսի հանգիստ վերաբերմունքի թելադրում, որովհետև երբ երկար ճանապարհ ես անցել ու տեսել ես, որ թվում էր թե անհնարին է, ինչ անկախություն, ինչ հանրաքվե սովետի պայմաններում, բայց ի վերջո դրան հասանք, չկարողացանք ստիպել, որ Գորբաչովը, ես վերջնականն եմ ասում, օրենք ընդունի հանրաքվեի մասին։ Նույնը այսօր, եթե մենք հավատում ենք, գիտեք իմ գլխավոր խնդիրը, ես ինչու ժամանակին
ինքնորոշման գաղափարին հանգիստ, որովհետև կարծում եմ բոլոր հայերը իմ նման մարդիկ են։ Եվ մեզ խանգարող միակ բանն այն է, որ ազատություն չունենք։ Եթե մենք հասնենք ինքնորոշման իրավունքի ներդրմանը, կիրառմանը, ասում եմ վերջ, մենք բոլոր խնդիրները կլուծենք լավագույն ձևով։ Հիմա էլ նույն ինքնորոշման խնդիրն է դրված հանրային կյանքում։ Եվ այդ հավաքների ընթացքում հասկանում եմ, որ ամեն մարդ նույնպես պետք է ինքնորոշվի իր դրական կամ ոչ այնքան դրական արժե համակարգով։ Դե կմաղվի երևի թե, այո։ Եվ կմաղվի, եւ կընդարձակվի, ավելի օրինակ երբ առաջին հայտարարությունը տպագրվեց, այնքան մարդ է գրել, միանում եմ։ Հիմա տեսեք, քանի որ մենք միայն կուսակցներով չենք հավաքում, այլ թույլ ենք տվել, որ նաև անհատներ կան, որտեղ կլոր սեղան է արտահայտվել։ Մենք խնդիր ունենք, մտածում ենք այս հարյուրավոր մարդիկ, որ գրել են, մենք ինչպես չի հավաքվել հարց չի, բայց հիմա օրինակ քննարկում ենք նաև այդ հարցը, ինչպես միավորենք այն մարդկանց եւ եթե բոլորին հնարավորություն է տալիս դառնալու է դժվար կառավարելի միջավայր։ Պատկերացնում եք, չի ասենք բոլորը հերթով խոսում են կլոր սեղանում։ Եթե հավաքվի 100 հոգի եւ ամեն մեկը խոսի 3 րոպե, 4 ժամ պիտի միայն 4 ժամ չէ, 4 օր։ Չէ, դառնվազն ես նվազագույնն եմ ասում եւ նաեւ այդպեսի խնդիր կա ընդարձակվելու եւ նոր մարդկանց գալու հավանականությունը այս պահին ավելի մեծ է, բայց կգա նաեւ ժամանակ, երբ մենք ինչ որ կառույց կստեղծենք ներսում, որը բարբերաբար հաշվետվություն կներկայացնի բոլոր միավորվածներին, բայց ինքը պիտի լինի ուղղորդողը։ Հիմնական նպատակը, մենք խոսեցինք այդ նպատակ եզրույթի մասին, բայց պետք է լինի ինչ որ հավաքական նպատակ, որի շուրջն է հավաքվում այդ մարդիկ հավաքվում են, այ ինչի շուրջն են, ինչի կարիքը կա այսօր, ինչի համար են հավաքվում։ Փողոցում ցանկացած մարդ, որ տեսնում ասում երբեք վերջ տալու ես անօրենություններին այս նույնիսկ ուրիշ վատ բառեր են օգտագործում ես դրա համար մի փոքր կանգար։ Այսինքն բոլորը հասկանում են, որ մենք բնականon կյանքով չենք ապրում։ Ապրում ենք նախ վախի մթնոլորտում, հետո օրինակ խաղաղության մասին են խոսում են դեպքում, երբ պատանդներ կան, գժություն է, չէ։ Խոսում են սահմանադրությունը փոխելու մասին, չնշելով թե սահմանադրության, գործող սահմանադրության ինչն է վատը։ Այ հիմա դա սարսափելի բան է։ Եվ այս բոլորը մարդիկ, որ տեսնում ամեն մեկը, կամ տեսնում է, որ հարկ էր տալիս օրինակի համար 10,000 դրամ, հիմա տալիս է 30,000։ 3 անգամ 3% չի, 3 անգամ է ավելացել։ Չեմ խոսում իմ օրինակի մասին, որ հատուկ, իմ նկատմամբ հատուկ են դա արել, այս տարի 200 անգամ ավելի են վճարելու, քան 4 տարի առաջ են վճարել։ Այսինքն մարդիկ տեսնում են, որ մենք իբր թե պարտվեցինք, բայց պարտվել ենք ինչ որ հեռավոր վայրերում ռազմական գործողությունների ժամանակ, բայց չէ որ Սարդարապատից առաջ մենք մեզ պարտված չէինք համարում։ Իսկ Սարդարապատից առաջ թշնամին Երևանի տակ էր, Այսինքն ուզում են հասկանալ, այս ինչ է կատարվում, հետո այս ինչ 4-րդ հանրապետության մասին է։ Ամեն մարդ տարբեր բաների մասին, այսինքն իր գիտելիքներին համարժեք եւ իր փորձառությանը իր հետ կապված դեպքերի։ Ասում են, ինչ, ուրեմն սովետական ժամանակը եղել է հանրապետություն, հա, բայց ինչ ենք հանրահավաք անում անկախանալու համար։ Այսինքն նա երկրորդն եղել, այս ինչ գժություն է։ Այս բոլորից ուզում են թանկացումները։ Խոսում են իբր կյանքի մակարդակը բարձրացել է, բայց գիտեք, միջինը 2 անգամ բարձրացել է ամեն ինչի գինը։ Այս բոլորը մարդիկ տեսնում են ու հասկանում են, որ դրա հիմքում կանգնած են իրենց ճակատագիրը տնօրինելու մենաշնորհը ամրագրած, մենք այսպես ենք որոշել, ինչ ուզենք էդ էլ կբանակցենք, ես եմ կառավարությունը։ Այդ սրա վերջը պետք է տալ։ Այնպես որ ես ընդհանուր բառերով կարող եմ մանրամասները կարող եմ ներկայացնել, բայց ընդհանուր բառերով իրավիճակը պետք է փոխել։ Հետո հայերի համար խտրական վերաբերմունքի արժանացած լինելը բնականon են ուզում դարձնել։ Ես օրինակ այդ ճանապարհի մասին ասում եմ, տեսեք, Թրամփի ճանապարհ կոչվածը։ Այդ ճանապարհը Ճապոնիայից գալիս է մինչև Պորտուգալիա։ Ինչի որևէ տեղ միջանցք չկա։ Այդ ինչի ամենտեղ ճանապարհ է, Հայաստանում պիտի լինի միջանցք։ Սա խտրական վերաբերմունք է։ Հայերը, եթե ինչպես ասենք, ուղղակի չեն ձևակերպում, ենթագիտակցության մեջ ասում են, ինչ է կատարվում։ Ինչ որ մեկը պիտի մեր տարածքում ճանապարհ կառուցի, ճանապարհից օգտվի։ Հակադարձեն եւ կասեն, չէ, ճանապարհ չէ, ուղի է, Թրամփի ուղի է կոչվում եւ երեք էր կարծեմ Ալեն Սիմոնյանը ասեց, ով որ Զանգեզուրի միջանցք բառն է օգտագործում, դա չի հարգում Թրամփին, չի հարգում մեր։ Այդ ինչի պիտի Հայաստանում ճանապարհ լինի ինչ որ մեկի անով հատուկ ճանապարհ։ Այդ որտեղ է գրված։ Այդ ինչի Ադրբեջանում չկա օրինակի համար
ասենք Պուտինի Պուտինի ճանապարհ կամ Էրդողանի ճանապարհ։ Ինչի Ղազախստանով անցնելիս ճանապարհը է։ Չէ, սա խտրականության դրսևորում է։ Եվ գիտեք, մենք տարբեր հարցերի մասին խոսել ենք, շատ ճիշտ կլինի ու շահեկան, եթե մենք գտնենք այն շեշտադրումները, որոնք տվյալ երևույթը ընդգծում են որպես բացասական։ Երբ Արցախի մասին օրինակ խոսել ես, ասում է էթնիկ զտում, լուրջ սխալ է։ Պետք է միայն ցեղասպանություն բառը օգտագործել, որովհետև դա միջազգային ցեղասպանագետների միջազգային կառույցի տված գնահատականն է։ Նրանք համարում են, որ սպանություն բառը եթե չի եղել, սպանությունը եթե փաստացի չի հաստատվել այդ օրը, ուրեմն ցեղասպանություն չէ, զտում է։ Դե ուրեմն իրենք այդպես ասում են, չիմանալով միավորված ազգերի կազմակերպության բանաձևի բովանդակությունը, որևէ հետապնդում ազգային, ռասայական, կրոնական, դա հետապնդում արդեն համարվում է ցեղասպանական գործողություն, գոնե այդպես պետք է կոչել։ Բայց ես ինչի համար սկսեցի, մենք պիտի մի բան շեշտենք, մեր ժամանակակից քաղաքակրթությունը հենված է այն բանի վրա, որ որևէ անձ, որևէ ազգ, որևէ հավաքականություն խտրականության պետք է չենթարկվի։ Հիմա այդ ինչպես է պատահում, որ հայերից փորձում են պարտադրել, որ մեր պատանդների արկայությամբ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել կամ խաղաղություն հաստատվել։ Այսինքն խտրական վերաբերմունք է։ Ադրբեջանցի պատանդ կամ գերի չկա, բայց հայեր կան։ Այս պայմաններում այս ինչ խտրականություն է։ Մենք պիտի խոսենք խտրականության մասին։ Ես կարծում եմ, որ մեր այսօր այս ազգային խայտարակության թույլ տված սխալներ ուղղելու միակ ճանապարհն այն է, որ ինքը լինելով հայկական պետության ղեկավար ամեն քայլափոխին իրականացրել է հայերի նպաստել է հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորմանը։ Եվ մի բան կա մի կարևոր, ասեմ երեքես ազգային ժողովում իմ ելույթում դա նշեցի, բայց պետք է որ մարդիկ իմանան։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է ասում։ Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը իմ այն կերպարը չի որին վկայակոչում, բայց ինքն է ասել առաջինը։ Ես դա մտածել եմ, չեմ հրապարակել, իսկ ինքը հրապարակեց։ Նիկոլ Փաշինյանը այնպեսի դժվարություններ է ստեղծել մեր ազգի համար, որ հաջորդ եկողի համար շատ դժվար է լինելու։ Հաջորդները ուղղելու համար։ Ես հիմա գտել եմ դրա ճանապարհը, ինչպես դա նվազագույնի հասցնել։ Եթե Նիկոլ Փաշինյանը դատվի, որպես կոռուպցիոն անձախմբի ղեկավար, նրա բոլոր կատարած գործողությունները հանցավոր խմբի կողմից կատարված գործողություններ են։ Եվ մենք ամեն քայլափոխի ասում ենք, գիտեք, ինքը դատված է որպես հանցագործ, նրա անունը չտակ մեզ մոտ։ Դա էականորեն, եթե նույնիսկ դատարանում գտնեն, որ ինքը անմեղսունակ է, այսինքն հոգեկան հիվանդ եղել է խաբելով մեզ տիրացել է իշխանությանը, նույնիսկ դա օգտակար կլինի հետագայում նրա մինչև այսօր կատարած քայլերը չեղարկելու համար։ Դրա համար մեր հարևան Ալիևը ասում է, ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ ուզում կնքել այդ փաստաթուղթը, այլ հայ ժողովրդի հետ պետք է կնքվի։ Ինչ է նշանակում? Նշանակում է հանրակրվե։ Նշանակում է սահմանադրության մեջ, ըստ երևույթին, ենթադրում եմ, պետք է դրվեն այնպիսի կետեր, հանրակրվեն դա բոլորի քվեն է, հանրության քվեն է, որպեսի մենք հիմա իմ հարցս դա էր։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանից հետո Նիկոլ Փաշինյանին կներկայացնենք այս մեղադրանքները եւ կհամարենք, որ չեղյալ չասեցիք, կարելի է չեղյալ հայտարարել։ Ոչ, Ալիևը ասում է դուք հիմա հանրակրվե պետք է անցկացնեք եւ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանադրություն պետք է փոխվի։ Սահմանադրությունը փոխվում է հանրակրվեով։ Ինչ եք դրան պատասխանում։ Ինչի մասին խոսում եք, դուք գալիս եք սահմանադրության իմ նման։ Ես էլ ինչի մասին խոսում եմ, ասում եմ սահմանադրությանը։ Հիմքը դա է, դու չես կարող ծառի մի խոսքով հիմքը դա է։ Մայրօրենք է կոչվում։ Միայն ազգային խայտարակությունը կարող է իրեն թույլ տալ, որ ազգային սահմանադրության մասին խոսակցություններին մասնակցի թշնամի պետության ղեկավարը։ Դրա համար եմ ես իրեն համարում ազգային խայտարակություն եւ ավելին պղծություն։ Ամենազգունի դրական կողմերը եւ նաեւ բացասական կողմերը։ Ինքը խորհրդանշում է մեր ազգի ամենաբացասական կողմերը։ Աշխարհի ոչ մի ուրիշ պետություն թույլ չի տվել, որ սահմանադրություն ստեղծելիս թշնամի պետության, չեմ ասում թշնամի, որևէ այլ պետության թելադրանքով լինի։ Ղեկավար համարձակվի խոսել։ Մի անգամից ասում են փագիր բերանատ։ Այնպես որ գիտեք, մենք միշտ չէ որ կունենանք ժամանակ այսպես հանգիստ խոսելու երևույթների մասին, դա պիտի գիտակցենք, որովհետև նույնիսկ ոչ միայն Հայաստանի հետ կապված կարող է միջազգային իրադրությունը փոխվել եւ այդտեղ թշնամիները կարող են օգտվել այդ առիթից։
Հետևաբար այսօր շատ կարևոր է ժամանակը ճիշտ գնահատել ու արդյունավետ աշխատել։ Երեք ես դարձյալ ազգային ժողովում ասացի, նախագիծը տրված է, գործի 95%-ն արված է։ Սահմանադրության Այո, նախագիծի մասին։ մնում է, որ քաղաքական ուժերը համախմբեն երկու խնդրի շուրջ՝ իրավական ճանապարհին ընթացք տալու, այդտեղ ասում կրկնում եմ, 100,000-ներ պետք չեն։ Պայմանական որոշակի օրեր պայմանավորվում ենք եւ համաշխարհային հանրությանն էլ հայտնի ենք դարձնում։ Այնպես պիտի լինի, որ նույն պետությունները, որ ուզում են, որ Հայաստանի հետ հարաբերություններ ունենան, հասկանան, որ իրենք գործ ունեն կոռուպցիոն հանցախմբի հետ։ Այսինքն մանավանդ այն միջազգային կառույցները, որ ֆինանսավորում են, նրանք պետք է դա հստակ իմանան։ Երկրորդն այն է, որ ստեղծված է համանդրական փոփոխությունների հանձնաժողով, դու պարտավոր ես քննարկել այն դիմումները, որ ստացել ես ժամանակին։ Դուք շարունակում եք ակտիվ համենայն դեպս դիմել, չեմ ասում մասնակցել, չգիտեմ ձեզ Չէ, հրավիրել են, դիմել դուք այդ ցանկի մեջ եք դեպի։ հանձնաժողովը աշխատանքներ ըստ էության չի իրականացնում։ Հանձնաժողովը ունի նաև խորհուրդ, այդ խորհրդի անդամ Յոնեսյանը, որ իրեն այնքան էլ լավ չի դրսևորում, ամեն դեպքում այո, նա գոնե խոսում է այն բանի մասին, որ չենք աշխատում։ Բայց ամենակարևորն այն է, որ եթե դու խոսում ես սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, պիտի ասես թե ինչն է քեզ ստիպել։ Օրինակ ես ասում եմ, իշխանությունը չի պատկանում քաղաքացուն եւ դա պետք է ուղղել։ Հայաստանում իշխանության ճյուղերը իրար չեն հակակշռում։ Եվ դա սահմանադրությամբ հրամայագրված։ Հայաստանում կարող են մի քանի կազմակերպություններ արհամարելով ամբողջ ընտրազանգվածի տրամադրությունները ստեղծել կայուն մեծամասնություն, որը պարտադրված է։ Այսինքն այդ բոլորը խանգարում են մեզ։ Մենք ասում ենք ինչն է վատը, իսկ իրենք ոչինչ չեն ասում։ Հիմա եթե մենք հասնենք համագործակցության մեր ցանկալի մակարդակին, որտեղ այնտեղ տարբեր մոտեցումներ կան, 90%-ը գտնում են, որ պետք է իշխանությունը փոխել, նոր էսկամեն բանն անել։ Իսկ ես սովոր եմ առանց իշխանությունը փոխելու, այդ իշխանությանը ստիպել ինչ-որ բան անել։ Երբ Հայաստանում եղավ անկախության հանրաքվե, կամ երբ ընդունվեց անկախության հռչակագիրը, իշխանությունը դեռ փոխված չէր, կոմունիստներն էին իշխանության։ Այս դեպքում ինչպես եք պատկերացնում։ Նույնն էլ այսպես, գիտեք, Չաուշեսկուին դատելու եւ գնդակահարելու համար նախ իշխանությունը չվերցրին Չաուշեսկուի իշխանության օրոք, նրա նշանակած պարլամենտը, դատավորները բոլորը ասացին, որ այսինքն դու պետք է համատեղ ուժերով աշխատես։ Այսօր մեր ժողովրդի հակառակորդներին նաև այս ազգային խայտարակությանը ինչն է օգնում, որ ասում է, տեսեք, տարբեր կարծիքներ կան, մենք էլ այս կարծիքին ենք։ Բայց երբ ազգային եւ նաև համամարտկային մեր առաջին հայտարարության մեջ նշված է, գիտեք, նշվում է ազգային եւ համամարտկային արժեքներ, դրանք իրար չեն հակասում։ Եվ դրանց այդ գաղափարների, գլխավոր գաղափարների շուրջ համախմբված լինեն քաղաքական ուժերը, հիմնական մասը գոնե, եւ հանրությունը։ Այդ դեպքում ակնհայտ կդառնա, որ այսինքն նրանք այսօրվա այդ ազգային խայտարակության մոլորված կողմնակիցները կհասկանան, որ իրենք սխալ տեղում են։ Դա մեր խնդիրն է, ոչ թե նրանց ոչնչացնել, սխալ համարել, այլ բացատրել, ինչ որ արել ենք ի սկզբանե։ Ես եւ գոնե իմ չեմ ուզում ասել այդպես, իմ ենթակայության տակ աշխատող։ Ես ղեկավարն էի, բայց ես եւ իմ գաղափարական ընկերները այն ժամանակներում, երբ խոսում էինք անկախության հանրաքվեի մասին, նախ մարդկանց էինք բացատրում, որ դուք իրավունք ունեք այս բաներին։ Հասկանալի։ Շնորհակալություն եւ այսպիսի հարց արդեն մոտենում է ավարտին մեր հաղորդումը, բայց դեռ հարցերը շատ են։ Բազմաթիվ ընտրություններ են անցել ձեր կյանքի ընթացքում, բայց փորձառություն ունեք այդ հարցում, մասնակցել եք նաև նախագահի ընտրություններին որպես տեխնացու, նաև գնդակահարված տեխնացու, բայց բարեբախտաբար ոչ մինչև վերջ։ Ձեր վիրակապը միշտ աչքիս առաջ է, հենց ձեզ կներեք, հենց տեսնում եմ այդ վիրակապը, տեսնում եմ, ձեր ուսն էր վիրավորված, չէ՞։ Չէ, փամփուշտը այստեղ էր։ Անրագի մոտից մտավ, թիակի տակից հանեցին։ Հիշում եմ, այո։ Այս լավ փամփուշտ էր, գիտեք, այսպես է գնացել, որ ոչինչ չվնասի։ Դուք հիվանդանոցում եք, հարցազրույց վարել, դուք բարկացեք։ Մի խոսքով անցած։ Ասելիքս այն է, որ շատ բան եք տեսել, շատ բան է եղել, մենք էլ ենք տեսել, ես էլ որպես իմ գործիս տերմարդ։ Այս ընտրությունները, գալիք ընտրությունների, ինտրիգը որն է լինելու, ինչ եք տեսնում, ովքեր են դերակատարները, մենք առ այսօր էլի նորից չենք հասկանում, մենք 21 թվականից թեկուզ գոնե 21 թվականից մինչև այսօր ինչ որ բան փոխվել է, մենք ինչ որ նոր խաղացող ենք տեսնելու, խաղացող վատ բառ է, նոր քաղաքական ուժ ենք տեսնելու,
ում միջև է ընտրելու այսօրվա քաղաքացին։ Ուրեմն սկսեմ նրանից, որ 2021 թվականի դրանից առաջ տեղի ունեցած ևս ընտրության ժամանակ շատ լուրջ խախտում է տեղի ունեցել։ Վարչապետի թեկնածուն չի ընտրվել պարլամենտում, դրա հետևանքով ազդարարվել են նոր ընտրություններ, բայց վարչապետի չընտրված թեկնածուն, այսինքն միակ մարդը հայ իրականության մեջ, ով չէր կարող լինել վարչապետ, որովհետև չէր ընտրվել, շարունակել աշխատել վարչապետի պաշտոնակատար։ Մինչդեռ նորմատիվ ակտերով ամրագրված է դա, վարչապետի հրաժարականի դեպքում կամ անհաջողության դեպքում նրան պետք է փոխարիներ գոնե, պիտի փոխարիներ, եթե ոչ նոր մարդ նշանակվեր։ Առաջին փոխվարչապետը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան կոչված ազգային խայտառակությունը 2000 Սերժ Սարգսյանից հետո պետք է լիներ։ Երբ ինքը դրեց իր տեխնացությունը եւ ընտրվեց, դարձավ վարչապետ։ Հետո հրաժարական տվեց եւ հրաժարական տվեց, որպեսզի նոր ընտրություններ լինեն։ Ինքը չընտրվի եւ նոր ընտրություններ լինեն, չէ՞։ Ինքը չընտրվեց, բայց շարունակեց աշխատել, այսինքն վարչական ռեսուրսը պահպանելու հնարավորությունը ինքը պահպանեց։ Եվ դա օգտագործեց։ Իսկ ընդհանրապես բոլոր պետություններում իշխանական լծակներ ունեցող մարդը առնվազն 10% են սկզբից ունի։ Իսկ մեր նման երկրներում, որտեղ ժողովրդավարության արժանի մակարդակին չեն ասել, դա հասնում է մինչև 20%։ Այնպես որ 21 թվականի ընտրության մասին այդպես դրական խոսողները ճիշտ են, որ նվազագույնի հասցվեց ընտրակաշառքների քանակը, լիարժեքորեն ճիշտ են, նվազագույնի հասցվեց բռնարարքները, բայց դա նման է նրան, որ Սաակաշվիլու ժամանակ ասում էին, որ կոռուպցիան ներքին օղակներում վերացավ, որտեղ լրիվ տեղափոխվեց կենտրոն։ Այստեղ էլ մանր-մունր ընտրախախտումներ են նվազագույնի հասցվեցին, բայց պահպանվեց, չէ, նաև մեծ ընտրախախտումներ ընտրակաշառքի վերջո մեծ խախտում է, բայց պահպանվեց իշխանական լծակները ընտրությունների ժամանակ օգտագործելու այդ ամենածանր հնարավորությունը։ Հիմա դուք ինձ տալիս եք մի հարց, որի մասին ես բոլորովին չեմ մտածում, անկեղծ։ Ես կարծում եմ, որ եթե մենք այսօր խոսենք գնալ ընտրությունների եւ ընտրություններում ինչ-որ բան է հասնել, ուրեմն մենք խաղում ենք ազգային խայտառակության խաղը, որովհետեւ այս պայմաններում, երբ գործելու է այն օրենքը, որը ի սկզբանե ոտնահարում է մարդկանց իրավունքները եւ Կարճ ասած ես խոսեմ այն բանի մասին, ինչ ես եմ կարծում, որ ճիշտ կլինի անել։ Պիտի շատ արագ համախմբեն բոլորը, մի անգամից ասենք ստեղծված է հանձնաժողով, այդ հանձնաժողովը պիտի անմիջապես քննարկի Հայրիկյանի ԱԻՄ-ի, բացի դրանից 17 քաղաքական ուժերի, պահպանողական կուսակցություն, կառուցողական կուսակցություն, արդարություն կուսակցություն, բոլորի անունները չեմ թող մյուսները ներողամիտ լինեն, շանտ դաշինք, այսպես կարող եմ շարունակել։ Նրանց միասնաբար ներկայացրած նախագիծը անմիջապես պետք է քննարկել։ Քննարկելուց 2-3 ամիս անց մենք կունենանք սահմանադրության հանրաքվե, որը ընդամենը բարեփոխումներով ոչ թե սահմանադրությունը լրիվ է փոխվում, այլ նախորդ սահմանադրությունը բարեփոխումների ենթարկված դառնում է մեր հիմնական օրենքը, եւ այդ դեպքում նոր կարող եմ մտածել ընտրությունների մասին, այլապես մենք այսօրվա Նիկոլին փոխարինելու ենք մեկ այլ Նիկոլով, թող բոլոր քաղաքացիները եւ այս նախազգուշացումը հիշեն, եթե մենք այս սահմանադրությամբ գնանք ընտրությունների, կամ շատ մեծ հզոր ազգային դաշինք պիտի լինի, որը ազդարարի, որ ընդամենը 2 ամիս հետո ամենաուշը պիտի քննարկվի բացարձակ ժողովրդավարության ըստ էության ընդունված, ժողովրդի կողմից ընդունված, որովհետև այդքան քաղաքական ուժերի, նաև իր համաձայնությունն հայտնել ազգային ժողովրդավարական բևեռը այդ սահմանադրության սկզբունքների վերաբերյալ շատ ուժեր, ժամանակին դեմոկրատական կուսակցությունը, ՍԻՄ-ը, ես անունները բոլորի չթվեցի, ում անունը չեմ տվել, թող ներողամիտ լինեն, դա է ճանապարհը։ Այսինքն ընտրությունների գնալ նոր կանոններով, իսկ եթե մենք ընտրությունների գնալու ենք այս խուժան սահմանադրությամբ եւ խուժան ընտրական օրենսգրքով, գիտեք, մի բան են առաջարկել այդ հանձնաժողովում, ասել են եկեք գոնե այս կայուն մեծամասնության դրույթը հանենք, բայց իր ելույթում ազգային պղծությունը, եթե հիշում եք, վերջին ելույթում ասեց, մենք ընտրությունների գնալու ենք եւ ստանալու ենք սահմանադրական մեծամասնություն։ Դա սարսափելի բան է, որովհետև տարրական գրագիտությունը պիտի իրեն հուշեր, որ դա
հնարավոր չէ խորհրդարանական համակարգ ունեցող պետություններում, խորհրդարանական ընտրություններում որևէ քաղաքական ուժ եթե 30%-ից ավել է ստանում, նշանակում է ինքը խախտում է տիեզերական ներդաշնակությունը։ Այդպես ծիածանի 7 գույները համարյա հավասար են, չէ՞ իրար։ Չի կարող մեկը 3-4 անգամ ավելի լինել, քան մյուսները։ Իրենք նախապատրաստվում են դրան եւ այսօր ընտրությունների մասին երանդով խոսացող եւ դրան նախապատրաստվող բոլոր գործիչները ուղղակի սպասավորն են Հայաստանը այսպեսի խեղճուկ վիճակում պահելու կողմնակիցների։ Դուք ձեր պլանը ասացիք, ես կուզեի ընդգծված հասկանալ, սահմանադրական հեղափոխության ճանապարհեր դա, ինչպես եք պատկերացնում մինչև ընտրությունները, ձեր ներկայացրած տարբերակը, հաշվի առնելով բոլորի դիտողությունները, դիտարկումները, դնել հանրաքվեի, ես լավ չհասկացա այդ պահը։ Դա իրավական ճանապարհն է։ Ես ճիշտ եմ հասկացել, մինչ ընտրությունները դուք մոտավորապես հանրաքվեի նման մի բան եք նախատեսում, հասնել, ստիպել իշխանություններին անցկացնել հանրաքվե սահմանադրության փոփոխությունների հարցով եւ այն փոփոխությունների, որոնք դուք եք առաջարկում, հետո նոր գնալ Ես իմ ելակետը բացատրեմ, քանի որ այն ինչ ես առաջարկում եմ բազմաթիվ ամբիոններում քննարկվել է տարբեր մակարդակներով, նաև ոչ միայն հայկական, եւ Ամերիկա, եւ Գերմանիա ներկայացրել եմ նեղ մասնագիտական կառույցների եւ հետաքրքրողների։ Եվ ես վստահ եմ, որ դա մերժել չեն կարող, որովհետեւ դրված է մի բան, քաղաքացին խտրականության պետք է չընդարկվի։ Այսինքն այդ նախագծի հիմքում ընկած է մեկ բան, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիները պիտի լինեն խորհրդարանում։ Մանրամասները այլ առիթով խոսել ենք։ Երբ ես խոսում եմ իրավական ճանապարհի մասին, մասնավորից անցնենք ընդհանրականին։ Եթե մենք ունենք մի քանի ճանապարհ, բայց ստեղծված է հանձնաժողով, որը պարտավոր է քննարկել բոլոր տարբերակները։ Խախտելով Նիկոլ Փաշինյանի ազգային խայտարակության այդ թիմը ցույց է տվել, որ ինքը օրինախախտ է անել կոռուպցիոն հանցագործ, որովհետև այդ հանցագործությունները իշխանության չարաշահումը օրենսգրքում, քրեական օրենսգրքում բնութագրվում են որպես կոռուպցիոն հանցագործություն։ Ուրեմն դա հարցի մի կողմն է։ Մյուսը այն, որ այդ հանրային ճնշման տակ մենք ասում ենք նախագիծը չեք քննարկեք։ Իրավաբանները հանձնաժողով որ պիտի քննարկի, ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում ասելու է սա է ճիշտը։ Չի կարող, որովհետև մասնագետը չի կարող ինքնասպանություն գործել։ Ինչպես եք հասնելու դրան, որ գոնե հանրային աջակցությունը ես մի երկու անգամ ասացի էլի եմ։ Հեղափոխություն իրավական օգտագործում, ոչ։ Չէ, հեղափոխություն ոչ։ Ոչ։ Երբ ասում եմ իրավական ճանապարհը չի ընդհանրում։ Ընդհանրում է, որ իրենք պիտի, գիտեք, ես այնքան ուժեղ չէի, որ Գորբաչովին ստիպեի օրենք ընդունել։ Ոչ էլ հեղափոխություն եք արել։ Ոչ էլ ես ընդհանրապես ասել եմ, դու ասում ես դեմոկրատ ես, դեմոկրատ չես, դեմոկրատ լինեիր, կունենայիր հանրաքվեի մասին օրենք։ Օգտագործելով գործիքները, մեխանիզմները։ Ու դա հնչեցրել եմ ամբողջ աշխարհով մեկ։ Եվ ի զարմանս ինձ հանկարծ արևմտյան կոմունիստներն ասել են Գորբաչովին, բայց այդ մարդը ճիշտ է ասում, դուք պիտի ունենաք օրենք հանրաքվեի մասին։ Հիմա այստեղ կամ Նիկոլ Փաշինյանը պիտի ասի, ես Լուկաշենկոյից Ալիևից ավելի խիստ բռնապետ եմ ու սրիկա եմ, որտեղ ցանկացած բռնապետ սրիկա է։ Կամ էլ պիտի ասի, ինչ քննարկեք մի հատ, որ քննարկեցին ուզեն չուզեն ընդունելու են, որտեղ դա հրապարակային քննարկում պիտի լինի։ Ընդունեցին, նշանակում է գալու է ազգային ժողով, կառավարությունը չի կարող ասել մասնագետները ընդունեցին ու ես ընդհանրապես չեմ տալիս։ Այսինքն դու այսպեսի մի գործելաձև կա, դու հակառակորդիդ հաղթում ես ոչ թե նրանից ուժեղ լինելով, այլ գտնելով իր թույլ տեղը։ Դա ամենատարածված հաջողություն հասնելու ամենատարածված ճանապարհն է։ Գտնում ես թույլ տեղը եւ թույլ տեղի վրա շեշտադրում ես կատարում։ Ու քանի որ դա ոչ թե ինձ համար է, այլ մեր ժողովրդի համար, ես կարծում եմ, որ մենք շատ մեծ աջակցություն կստանանք, բավական է, որ մի քանի քաղաքական ուժեր ճիշտ կողմնորոշվեն։ Դեպի դեպքում ոչ թե թույլ տեղն եք գտել միայն, այլ նաեւ օրենքում իրավունքի կետն եք գտել, հենարանն եք գտել։ Հայաստանը ի վերջո նաև իրավական պետություն է, չէ՞, պիտի լինի, ավելի ճիշտ։ Ըստ սահմանադրության Հայաստանը ինքնիշխան, դա խախտված է այս խայտարակության կողմից, ժողովրդավարական, էլի խախտել է, սոցիալական, մենակ էս հարկային տերորը հերիք է։ Եվ վերջում իրավական պետություն է։ Եթե իրավական պետություն է, ապա իրավական գործելակերպը ամենաճիշտ ճանապարհներից մեկն է։ Շնորհակալ եմ շատ այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Ահա այսպիսին է ընթացքը Հայաստանում, այս պահին դեռ նոր են սկսել, ճիշտ է, նոր են սկսել այդ հանդիպումները։ Այո։ Նոր են սկսել եւ
երկու ճանապարհ ունեն՝ բյուրեղանալու կամ շատ ընդարձակվելու եւ ներողություն լղոզվելու։ Տեսնենք որ ճանապարհով են գնալու այդ հավաքները։ Շնորհակալ եմ նախազգուշացման համար։ Շնորհակալություն եւ ձեզ սիրելի հայրենակիցներ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում ԱԻ առաջնորդ Պարուր Հայրիկյանի հետ էի զրուցում։ Ես Գրանե Արաքելյանս, բարին ձեզ եւ լավ օր։